Ուզում եմ հետևյալը ասեմ, ես 2018 թվականից հետո էլ իհարկե դրանից առաջ էլ ոչ որպես վարչապետ, այլ լսել եմ դրա մասին, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարը ամբողջ հայության պատասխանատուն է։ Գիտեք ինչ, մի հատ մենք այս նախադասությունն էլ պետք է հասկանանք, ինչ է դա նշանակում։ Եկեք գործնականում հասկանանք։ Ես երբ որ այս հարցի մասին մտածում եմ, ասում եմ հիմա դուք կարող եք ասել, ես օրինակ ինչպես պետք է իրացնեմ իմ պատասխանատվությունը միևնույն ժամանակ Իսրայելի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հայերի առաջ։ Ոնց է դա հնարավոր։ Ես ինչպես պետք է իրացնեմ իմ պատասխանատվությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հայերի առաջ միաժամանակ։ Այսինքն ինչ պետք է անեմ։ Մենք հասկանում ենք, որ երբ որ Հայաստանին մտցնում ենք այդպիսի օրակարգերի մեջ, մենք Հայաստանին մղում ենք դեպի անդունդ։ Որտեղ ոնց կարա գիտեք ինչ, Հայաստանը չէ, Հայաստանի ինչպես ես համադրեմ, ենթադրենք Ուրուգվայի եւ Ավստրալիայի հայության պատասխանատվությունը։ Դա կներեք, դա էլի եմ ասում, դա գիտեք նրանից է, որ մեզանում, ընդ որում ոչ թե ձեզամ, նախ Հայաստանում, Հայաստանի որպես ինքնիշխան պետություն ընկալումը չկա, բացակայում է հաճախ, որովհետև հասկանում եք պետության կարևոր առանձնահատկություններից մեկը ինչն է, սահմանն է, սահմանը սահմանափակման արտահայտություն ունի նաև, այսինքն սահմանը համ քո առաջ է, համ դիմացի առաջ է, մեր ֆունդամենտալ պրոբլեմներից մեկը երրորդ հանրապետության Այն է եղել, որ մենք այս պարզ բանը չենք ընկալել, որովհետև սահման շատ կարևոր է, որ մենք մեր սահմանները իմանանք։ Այդ տենց էլ մենք ամենայն հարգանքով, բայց այդ իմ ընկալումն էլ է, ես հիմա ինչ որ ասում եմ, հա, որովհետև հիմա շատ կարևոր հարց կա, ասում են, ու շատ կարևոր հարց է այդ բանի մասին խոսալը, այդ հարցի մասին խոսալը, որովհետև ասենք շատ հարց կա եւ հարցնում են եւ ճիշտ են ասում են բախի 2019-ին ասցիր Արցախը Հայաստանա եւ վերջ շատ տրիվիալ պատասխան կա բայց այդ պատասխանը որ ճիշտ ընկալեք ես ուզում եմ իմ մի ուրիշ հայտարարություն որը արել եմ 2020 թվականին երբ որ ասել եմ որ մենք պետքա մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասին երբ որ ասել եմ որ մենք պետքա հասկանանք որ հայրենասիրության այն մոդելը որը մեր բոլորի գլխում կա, ոնց որ թե մոդելի հեղինակը մենք չենք, ոնց որ թե ուրիշ տեղից է ներմուծմել մեզ։ Հիմա ես 2019 թվականին այդ արտահայտությունը արել եմ մի պատճառով, որտեվ հայրենասեր էի, որովհետև համայն հայության պատասխանատուն էի, որովհետև ձեր ասած հարցի տրամաբանության մեջ էի, որովհետև այո Սփյուռքի բոլոր համայնքների ներկայացուցիչները գալիս էին եւ ասում են ինչպես ինձնից առաջվա ղեկավարների մոտեկել են երևի եւ ասել են որ դուք ամենայն հայոց նախագահն եք ինձ էլ ասում են որ ամենայն հայոց գուցե այդ բառերով չէ բայց բոլոր հայերի վարչապետն եք եւ գուցե դա սկզբից բան է անում տենց շոյում ասում վայ ես ուրեմն ոչ թե Հայաստան, այլ ամենայն հայոց վարչապետ, բայց մի րոպե ժողովուրդ ջան, չի լինում տենց։ Հայրենասիրության այդ ընկալումն է, որ մեզ բերել է այդ բոլոր աղետներին, ոչ։ Ես չեմ կարող լինել Ուրուգվայի հայության պատասխանատուն, որովհետև դրա ոչ դե յուրե իրավունքը ունեմ, ոչ դրա լծակը ունեմ, ոչ դրա ռեսուրսը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք պատկերացնում եք հիմա ես ասեմ ոնց, մի րոպե, Իսրայելի եւ Իրանի ընդեղ էլ հայեր կան, ընդեղ էլ սրբություններ ունի Հայաստանը, ընդեղ էլ սրբություններ ունի բա մի րոպե, ես ինչ եք անում, բա մենք էլ ենք այս հարցի մեջ։ Դրա արդյունքում ինչ կստանանք։ Հրթիռներ երկու կողմից։ Էս ենք ուզում մենք։ Այսինքն ուզում ենք ընկնենք Թուրքիայի ու Սիրիայի արանքը, ընդեղ էլ հայեր կան ընդեղ էլ, Իսրայելի ու Սիրիայի արանքը, Ռուսաստանի Ուկրաինայի արանքը, Ռուսաստանի Ամերիկայի արանքը,
Ժողովրդան չի կարելի տենց։